Այսօր հաղորդաշարին ունենք շատ հետաքրքիր հյուր, ֆիզիկոս, Բևերի անդամ, հայրենիքի ցավով ապրող եւ ազատության համար պայքարող Ներսես Գևորգյանը։ Ողջույն, պարոն Ներսես։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն ես հնարավորության համար, որ դուք ստեղծում եք համ մարդկանց համար, որոնք հարցազրույցներ ունեն, համել մեր ընկերների համար, որ փոխադարձ կապը կարողանում ենք ժողովրդի շփումները իրականացնել։ Իսկապես շատ կարևոր են, որ այսպիսի փոխադարձ կապեր լինեն, որ ժողովուրդը ընդհանուր առմամբ տեսնի տարբեր մարդկանց եւ լսի տարբեր մարդկանց կարծիքները, որովհետեւ այդպիսով տեսնում ենք, որ մենակ չենք։ Հաղորդումը շատ հետաքրքիր է լինելու, բայց նախքան սկսել ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնեմ բոլոր մեր սիրելի հետևորդներին, բոլոր հայրենատեր հայ ժողովրդին, ովքեր միաբուր կերպով սատար կանգնեցին Սասնա ծառերին այս վերջի շաբաթների ընթացքում, օրերի ընթացքում կարող եմ ասել, ուզում եմ տեղեկացնել, որ նրանց դատական, բժշկական եւ առօրյա ծախսերի համար հայտարարված դրամահավաքը դրամը ամբողջովին արդեն հավաքվել է, ուրեմն մեծագույն շնորհակալություն դրա համար եւ գիտենք նաեւ, որ գույքի բռնագրավման համար այդ գումարն էլ 2 օրում հավաքվեց։ Սա կարծում եմ շատ մեծ բան է ասում հենց Սասնա ծռերի եւ հայ ժողովրդի մասին, չեք կարծում։ Հա, ստեղ ես ճիշտ ասած ես վերջի քանի օրերին որ բան էր անում, ես երկու դրամավակները Սասնա ծռերի հետ կապված տեղ ունեցավ։ Մի բան էր մտքումս անցնում, սա ընդհանուր երևույթ է, թե ասենք բանա, զուտ բանա, Սասնա ծռերի հետ ասոցացված երևույթ է։ Իրականում, եթե նայենք բան է, ժողովրդի մոտ միշտ ասենք այդ նեղության մեջ գտնվող մարդկանց, որ իրենց զավակների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա, անկախ օրինակ այդ շատ տարածված այդ երևույթը թեկուզ հանցագործ աշխարհում բանտերում նստած մարդկանց նկատմամբ։ Այդ բանտերում նստած մարդկանց բանը իհարկե ես չեմ փորձում իրենց արդարացնել, ասենք եթե իրենք իրոք հանցագործություններ են իրականացրել, բայց այդ վերաբերմունքը իրանց բանը զավակների համար, որ բանը կամ իրենց ընկերների նկատմամբ, որ իրենց մենակ չթողելը, դա ընդհանուր երևույթ է։ Հատկապես այդ երևույթը, երբ որ դրսևորումը, ասենք մասնավորապես Սասնա ծռերի դեպքում ենք բան անում, իրենց մոտ քանի որ այդ այսպես կոչված իրենց առարկը բանը կապած է եղել ազգային շահերի պաշտպանության հետ, դա ավելի մեծ բան են ասում էմոցիոնալ կապ ստեղծում են բոլոր մարդկանց հետ, որոնք գնահատում են այդ առարկը, ու հետեւաբար մարդիկ, որոնք իրենց թույլ չեն տալիս, որպեսի բանել, այն մարդիկ, որոնք իրենց համար ինչ-որ ժամանակի բան են արել, հանկարծ իրենց մենակ զգան, լքված զգան, այդ զգացմունքն է, որ դրդում է մարդկանց բան անել, միավորվելով ինչ-որ կարևոր խնդիրներ լուծել, անգամ ասենք այդ կարգի մեծության։ Եթե ավելի շատ խորանանք բանել, մարդկային հասարակությունները, որոնք ձևավորվել են, իրենք սոցիալական հասարակություն բաները, մարդը առանձին, ասենք եթե մահագուլիների օրինակները նայենք, պատահում են մարդիկ, որոնք միայնակ հատնում են ինչ-որ կենտրոնական աշխարհում, հազվադեպ դեպքեր, մահագուլիի նման, ու այդ մարդկանց երբ որ բան են անում, ասենք, չգիտեմ, մեծ տարիքում փորձում են բան անել, գտնելու նորից սոցիալիզացնել մարդկանց բերել հասարակության մեջ, պարզվում է, որ այդ մարդիկ ոչ կարողանում են խոսան, ոչ կարողանում են բան անեն, իրենց կարողանում են դրսևորել, որտեղ մանկահասակ ժամանակաշրջանում երբ իրենք կարողանում են այդ սոցիալական կանոնները բան անել, շփման կանոնները սովորել, դրանից հետո իրենք արդեն կարողանում են բանը ունակությունները զարգացնելով հետագա կյանքը նաև բան անել, հասարակության մեջ դրսևորել։ Մենակ մենալով իրենք կարծես մեկուսանալով արդեն բանը չեն կարողանում մարդկային հասարակության մեջ ինտեգրվել։ Հիմա այդ ունակությունները մարդկանց, որոնք իրենք բանը սոցիալական բաները մանկությունից սովորում են իրար հետ համագործակցությունը, դա ընդհանուր բանը, հորմոնալ բանը մակարդակով կառավարվող զգացմունքներ են, ու այդ զգացմունքների շնորհիվ այն հասարակությունները, որոնք կարող են ավելի մեծ քանակությամբ
բանը մարդկանց ինտեգրել կարողանում են բանը ավելի մեծ քանակությամբ մարդկանց հետ համատեղ սինխրոնիզացված ներդաշնակ ձևով աշխատելով իջր խնդիրներ լուծել, այդ հասարակությունները ավելի մրցունակ են դառնում, քան այն հասարակությունները, որոնք չեն կարողանում այդ ձևի խնդիրները լուծել։ Եթե մենք նայենք մեր ասենք այս 30 տարիների բանը մեր էմոցիոնալ բանը հոգեբանական միջավայրը թե ինչ միջավայրում մեր հասարակությունը բանարև է, էպետ մենք կտեսնենք, ասենք, չգիտեմ, սերիալներ, որոնց մեջ անընդհատ բան են, չնայած վեճեր են լինում, ոչ թե համագործակցության բանը երևույթներ են լինում։ Մեր մոտ բանը են, չնայած ընդհանրապես հիմնական ուղղությունը որ կա, դա նախանձն է, իրար դեմ թշնամանքն է, ոչ համագործակցության մշակույթն է, ի հակադրություն համագործակցության մշակույթի, որը մեզ պետք է, որպեսզի մենք կարողանանք ավելի էֆեկտիվ լինենք, այս տարածաշրջանում կարողանանք մրցունակ լինենք։ Այո, շատ ճիշտ եք ասում, պետք է համագործակցություն սովորենք, բայց կարծես թե ամեն ինչը լրիվ հակառակն է լինում ձեր նշած հենց սերիալների միջոցով էլ նույնիսկ։ Կներեք մի հատ բանը սովորական բան անեմ, որ դա մարդկանց համար պարզ լինել է, որ դա հասարակ բան չի։ Կարծեմ հիմա չեմ հիշի թե ով էր ասել, բայց մի հատ մարդ կար, այս միջավայրին էլ ծանոթ, ասում է մեկ ասենք ինչ որ սերիալ նկարահանելու բան է, նախագիծ բան անում, մտածում գնում է բան ասենք ինչ որ սպոնսորի մոտ, մեքենասի մոտ, որպես իր համար բանը գումար ճարի, ասում է շատ լավ տալիս ենք փողը, բայց ասենք բանը ստանդարտներ կան, էլ թե իզերի պետք է ներ սերիալները, օրինակ ամեն 3-ից 5 րոպեի ընթացքում պետք է մի հատ ինչ-որ կռիվ բան լինի, ղարմաղալ լինի, որպեսզի բան է, ասենք եզևի տեսարաններ եք ուզում։ Հիմա իրանք բնական ուղղորդված էլի։ Հա, ֆինանսական բան է, ինչն ասում, կառույցների իրաց ձեռքը գցելով այս ռեժիմը, ինքը արդեն պահանջում է այն ձևի բան է, չեն ասում, միջավայր հասարակության մեջ, որ մենք իրար միս ուտենք, որպեսզի այդ օլիգարխիկ այդ ռեժիմի բանը, ինչն ասում, իրանց համար բանը գլխացավանք չդառնանք, իրանց համար խնդիր չդառնանք։ Սա հիմա ասենք այդ բանն էլ, այդ օլիգարխիան էլ, որպեսզի ինքը կարողանա բան անի, իր գլուխը կարողանա պահի միջազգային հարաբերությունում, ուրիշ տարբերակ չի գտել, որ բանը թշնամիների հետ համագործակցությամբ երկիրը բան անեն, ծախելով զբաղվեն։ Հետաքրքիր բան ասեցիք։ Իհարկե, եթե ժողովրդի մակարդակը միշտ ցածր պահեն, արդեն այդ ժողովուրդը ավելի հեշտ կկառավարվի, ավելի հեշտ լուր կպահվի։ Եվ արդեն ճիշտ եք ասում, օլիգարխիան ավելի հանգիստ կանի իր գործողությունները, ինչ որ ուզում է անի։ Դուք ֆիզիկոս եք, ինչպես նշեցինք առաջ, հիմա այսօրվա այս իրավիճակում, քաղաքական իրավիճակում, օրինակ, ինչպես դուք կարողանում եք գործել ձեր գիտությամբ, թե ինչ աստիճանի վրա է հիմա գտնում ձեր մասնագիտությունը, ձեր ճյուղը։ Կարողանում եք գործել, որ հարկն է։ Դե բանը իմ մոտ մի քիչ այդ բանը անում, քան որ այս քաղաքականությունը ինձանից ագին ժամանակ շատ է խլում, ես բան էլ կիսով չափ եմ բան անում, ուժերի կիսով չափ եմ բանագիտության մեջ բան անում, նույն ներդրումները կատարում, բայց ուզում եմ ասեմ, եթե ասենք մարդու ներվերը մի քիչ ավելի հանգիստ լինի այս քաղաքականությունից, ավելի բան ենք հաճույքով կարա իր գիտությամբ զբաղվի։ Ես օրինակ այդ տեսակետից Վահեն շատ լավ հասկանում եմ, որովհետև ասենք այո։ Այնքան բան չեն ասում, այնքան լավ բաներով կարա զբաղվել, որ դրանից բան աներ, իսկ ես ամեն ինչը քո բանանի արդեն ատում բաներն ատում, ժամանակն ատում, դու հասկանում ես, որ բան է, դա քաղաքականությունն այնքան է կեղտոտվում, որ ստիպված բան են, չեն ասում, կողքից մասնագիտություններից տարբեր մարդիկ գալիս են մեջը թաթախվում ենք, որովհետև քաղաքագիտության մասնագիտության բանը մարդիկ արդեն բան է, մեծամասամբ բան են, դա կեղտոտված են, իրենց վրա հույս դնել չի կարելի էլ։ Նորից գալիս ենք էլ բան էլ, ժողովրդային զավակներին ենք հանդես գալի, բան էլ մեր աչքի առաջ ունենու, որոնք ասենք
ամենաշատն են տուժում այս բանի ժամանակ, այս պատմությունների հետևանքում, մասնավորապես զինվորները, որոնք կարան բանել, պարզապես թշնամիների զոհ դառնան, ու այդ տղաներին կարող ենք ընդհանրապես ոչ կյանքում հանդիպենք, ոչ կյանքում բան անենք, որովհետեւ ձևով իրանց հետ առնչվենք, բայց մենք հասկանում ենք, որ այդ տղան ասենք ինչ որ կանգնած է սահմանի, ինքը բան է, մեր համար ծառայություններ է մատուցում ու մենք չենք ուզում բանել, ոնց որ ինքն է իր կյանքը վտանգում, նույն ձևով էլ մենք ենք պարտավոր նույն ձևի ազնվությամբ ու նվիրվածությամբ մեր գործը անենք, որպեսզի կարողանանք այդ տղաներին մեջքին կանգնած մնալ։ Ինչն է պատճառը, որ հասկացա, որ ինչու համար ձեր գործը թողեցիք կամ կիսոր չափ եք անում ու որոշեցիք գալ քաղաքականության, բայց ինչպես եղավ, որ որոշեցիք միանալ հենց ազգային ժողովրդավարական բևեռին։ Այդ որ կետում էր, ինչը ձեզ դրդեց, ինչ նկատեցիք նրանց մոտ, որ ձեզ ասեց, որ հենց այս խումբն է, որ ես պետք է միանամ։ Պատմությունը միջև միանալը դրանից մի քանի տարի առաջ արդեն բան է, ինչ որ sense ասեմ ֆիզիկայի մի բան է, չեն ասում, օրինաչափություններ աշխարհակաղակության մեջ է փորձում կիրառել, ինչ որ մեթոդներ կիրառելուց հետո մոտս արդեն ինչ որ նախնական գիտելիք էր կայացել, Նախիջևանի հարցն էր դրա հետևանքով առաջացել։ Իմ համար մասնավորապես հարցերն էր, ինչի է Նախիջևանը, հենց հատկապես Նախիջևանը հայտնվել Ադրբեջանի կազմում, որ անգամ իր հետ ցամաքային կապ չուներ հիմնական Ադրբեջանի հետ։ Իմ համար պարզ էր, որ բանը Հայաստանի բնակչության եւ տնտեսական կենտրոնը գտնվում է Արարատյան դաշտում, բնակչության մոտ 1/3-ը Արարատյան դաշտում է, կենտրոնը Երևանն է, խոշորագույն արդյունաբերական քաղաքն է եւ հիմնական տրանսպորտային հանգույցը բնական է Երևանն է։ Հիմա այլընտրանք ճանապարհները մեկը այլընտրանք Ադրբեջանի եւ Թուրքիայի ճշնամաբար տրամադրված պետությունների մենք ունենք Վրաստանով եւ Պարսկաստանով։ Իդեպ Պարսկաստանը շատ ավելի մեծ ու հզոր բան է, խաղացող է ու զուտ աշխարհագրական հիմնականում գործոններով պայմանավորված բան է, Իրանը ավելի հավաքված է բան է, ինչին ասում ես դաշնակից լինել, քան թե հակառակորդն է։ Հետևաբար, երբ որ մենք այդ ամենաուժեղ կապը, որ հնարավորություն ունենք զարգացնելու այդ կապը, եթե մեր մոտ կտրված առնում Նախիջևանի միջոցով, դա մեր համար խնդիր է։ Երբ որ հասկանում ես, թե այդ խնդիրը ով է լուծել, ասենք բան է, դա իրականում բան է, դա գիտենք խորհրդային միության տարիներին այդ խնդիրը լուծվել, այդ խնդիրը հենց հետևաբար բան է, պետությունը ռուսների վերահսկողության տակ է եղել, ռուսներն են որոշել, որ Նախիջևանը պետք է Ադրբեջանի կազմում լինի, բայց հեքիաթներին հորին է, որ բան է, Թուրքիան այնքան ուժեղ բան է, խորամանկ դիվանագիտություն ուներ, որ դրա բանը հաշվին կարողացան ռուսներին համոզել, որ Նախիջևանը տան բանը Ադրբեջանին, բայց ռուսները չէին ուզում իբր թե, բայց բանը վերջը համոզվեցին տվեցին։ Հիմա բանը այդ պատմությունները, որ մի քիչ ավելի բանը մանրամասն բանը հասկանում ես, որ ինչ-որ բանը քո երկրի հետ կանա ճիշտ չի կատարվում, դա մոտավորապես 12 թվականների կողմերն էր, 12 երևի 13, ու այդ թվականներին բան էլ մեզ հիմնական ռոպագանդան ասում էր, որ բանը Ռուսաստանը չէ մեր դաշնակիցն է։ Հիմա առաջինը տենց շատ քչերի մոտ էր այդ միտքը կար, որ բանը Ռուսաստանը չէ մեր դաշնակիցն է եւ այլն։ Մեկերի մոտ կասկած առաջացավ, իսկ կարող Ռուսաստանը այդքան է դաշնակից չի։ Ու այդ համոզմունքը քանի գնալով խորանալով ես հասկացա, որ բանը չէ, Ռուսաստանը մեր դաշնակից չի։ Ռուսաստանը ամբողջ բանն չեն ասում օլիգարխան իրաց ձեռքումն է, Հայաստանի իշխանությունները իրաց ձեռքում է, ֆինանսական ուժայինները ամբողջ իրաց ձեռքում է, ու մենք բանը Ռուսաստանն է կարող է բանը մեր ճշնամիների հետ համագործակցի, ու այդ ժամանակ արդեն սահմաններում էսկալացիաներն էր բանանում, վիճակները սրանում էր բան, ու հասկացա, որ մենք կարող է տենց վաճառի վրա ենք իրականում գտնվում, ու այդ ժամանակ դու հասկանում ես, որ
քեզ եթե դու ես բանը ուզում ես քո երկրին ժողովրդին օգնածը նսես իրավիճակում դու պետք է գիտես որ Ռուսաստանի դեմ ես բանանել պայքարելու Թուրքիայի Ադրբեջանի առնվազն պլյուս դրանց հետ համագործակցող բան են ասում ամբողջ ուժայինները ֆինանսատնտեսական բլոկը եւ քաղաքական իշխանությունը բոլորի դեմ դուրս ես գալու Այս իրավիճակում ցանկացած մարդ որ բանը պոտենցիալների ասենք ես առնելի տարբերությունը բանանում պետք է իր համար լավ ընտրություն կատարել թե ինքը ում հետ է ճանապարհ գնալու այդ ճանապարհ գնալուց երկու գործատացեցի որ նախ այս խնդիրները բարդ են ու բանը չեն ասում մարդկանց հետ որոնց հետ դու պետք է ճանապարհ անցնես առնվազն իրանք պետք է բավականաչափ դիտելիքներ ունենան խելք ունենան որ կարողանան այս հարցերը հասկանալ Երկրորդը այդ մարդիկ պետք է ազնիվ լինեն։ Եթե իրանք ազնիվ չեղան, դու այդ ճանապարհը դու էլ հետներեք բանը գնալու ես կործանվելու ես, էլի։ Ու իմ մոտ բան էլ այդ երկու հիմնական բանը չափանիշներն էր, որը բան արեց, էլի։ Ստիպեց, որ բան անենք, կողմնորոշվելու սկզբունքները իմ համար որոշեցին։ Արդեն 13-14 թվականին ուկրաինական դեպքերի ժամանակներն էր մոտավորապես երևի 13 թվականն էր ես Ամերիկայում նստած էի հայկական նորություններն էի նայում ինչ որ մեկ լրագիր մեկ դեռ կար հələ չէին փակել մի հատ ինչ-որ հայտարարություն եղավ մեկ էլ տեսա ինչ-որ մի հատ քաղաքական ուժ այն ժամանակ դեռ նախախորհրդարաններ Նախճեվանի մասին է խոսում Այսինքն, եթե մարդիկ գիտակցում են Նախիջևանի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար, ուրեմն այս մարդիկ առնվազն խելք ունեն, հետևաբար արժի այդ մարդկանց հետ գոնե առնվազն այդալ ծանոթանալ տեսնել ովքեր են եւ բանել, արդեն մնացել բանել, ասենք ազնվության բանն է ստուգել իրանց Նացի ծանոթացա աստիճանաբար ու առաջին բանը պատմությունը որ մեջ են գա այդ Բերձորի դեպքերն էր 15 թվականի Ցավալի օրեր Շատ հետաքրքիր Գիտեք ինչ է մարդիկ փնտրում են եւ գտնում են իրենց նման մեկին դուք գտաք ձեր նման մտածող մարդկանց Հա Չէ դե ասենք բանը ասում առաջին համար բանը երկու կրիտերիաներն էր Գիտելիքի արկայությունը նվազագույն մակարդակը պետք է լինի ու բանը ազնվությունը Իսկ նրանց գաղափարախոսության մասին ինչ կարծիք եք Բևերի գաղափարախոսությունը արդյոք դա ձեր վրա ազդեցություն թողեց կամ ինչ կասեք դրա մասին Դե ամփոփող բանը դի մեր ազգային շահերը առաջ տանելն է ասկն դրա հիմքում մարդկանց սերն է իրանց սեփական ժողովրդի նկատմամբ Հիմա մարդիկ են լինում որ ասենք տարբեր մարդիկ են եղել որ մեր շարժման մեջ եկի մտել են գնացել են օրինակ իրանց ինչքան որ ես եմ հասկացել ինչքան որ ես եմ տեսել իրանք բան են եղել ասենք ընդհանրենք պատկերացնում են որ հեսա գալու են ու նոր մեր հետ միասին նոր էլիտա են դառնալու իրենց ավելի շատ այդ բաները ժողովրդին ղեկավարելու բանանելու իրենց անջերեղ մտքերը ժողովրդին տալու բանը տենց բաներն են ներքին ցանկություններն են այդ մարդիկ սովորաբար չեն մնում իրենք ֆիլտրում գնում են այն մարդիկ որոնք իրոք բանը ժողովրդին նվիրված են ժողովրդին սիրում են այդ մարդիկ որոնք այդ ամեն ինչը տեսնում են դարձությամբ ապրում են այդ հիմքից ելնելով մարդիկ են որ ինձ թվում է ավելի շատ մնացին էլ ավելի մեծ հավանականությամբ մնացին մեր շարժման մեջ իրանց նվիրվածությունը անսասան մնաց Այո Ճիշտ է շատ ճիշտ է Կարող է հարցը շեղվեցի ինչ որ Չէ լավ էր Լավ էր մենք էլ մեր ընկերներով որ հավաքվում ենք խոսում ենք մենք էլ շատ անգամ քննարկում ենք որ մարդիկ գալիս են մարդիկ գնում են բայց այն մարդիկ ովքեր որ հենց գաղափարի համար են գալի որ հավատում են գաղափարին հավատում են պայքարին նրանք մնում են ինչ էլ լինի գնացող չեն որտեվ գաղափարը մեկն է ոնց որ ուղղությունը գոլը նպատակը մեկն է հասկանում ես դրա համար մարդիկ մնում են հարազատ եկեք բան էլ
մենք բանը մեզ շատ չսրբացնենք մի քիչ Անեմ։ իրականում բան է, ասենք եկեք շատ խիստ չլինենք, շատ դատապարտող չլինենք, որովհետև մենք չգիտենք, ասենք իրականում այն մարդկանց նկատմամբ, որոնք մեզ, ասպես ասած, դավաճանում են, ճակերտավոր ասած, այդ մարդիկ իրականում հոգու սրտով են դավաճանել, թե ստիպված են դավաճանել, էլի։ Ես օրինակ բանը որովհետև ձևով ասենք բան էլ չեմ փորձի, ասենք այն մարդիկ, որոնք մեզանից մեր ժամանակին մեր այդ ճանապարհ են անցել, բայց ինչ որ բայից հետո մեզանից հեռացել են, այդ մարդկանց պետք չի մեղադրել, որովհետև մենք չգիտենք իրականում իր ենթադրենք, ասենք կենցաղային իրավիճակը այնքան է բան արել, որ ինքը անձնական որոշում արել, մի պահ մեզանից հեռանա, կամ կարող ընդհանրապես բան մարդիկ կան, որ ասենք բանտերում են ու մենք չգիտենք իրաց նկատմամբ ինչ ձևի սպառնալիքներ են բան արել։ Կիրառվել, որ իրանք բան են արել։ Ակնհայտ է իմ համար, որ ասենք մեր սասնածերերի մասնավորապես դեպքում այդ տղաներից որոշների նկատմամբ բանը այնքան պետք է բանը ճնշում բանացնեն, որ գոնե մի քանիսին կոտրած լինեն։ Հիմա այս մարդուն չկոտրեն, այն մի մարդու հետևից են ընկնելու, որպեսզի այն միսին կոտրեն բան, էլի։ Դա համար այս մասնավորապես կան, որ ասենք այս բանը սասնածերից ոնց որ աղետով էս բանը խոսակցությունները, եկեք թողենք այս խոսակցությունների մասին ընդհանրապես բանը լուր մնանք, միջև երկիրը կազատագրվի, տղաները կազատագրվեն, նոր այն ժամանակ իրար հետ կնստենք, հանգիստ կզրուցենք, ամեն հարցերը կպարզենք, կամ էլ չենք պարզի, ասենք բաներ, պարզելու բան չկա, մարդը եթե գերի վիճակում է իրան ասենք բանը, ինքը իր առաջին հերթին իր կյանքը բանը, ինչին ասում, իր խնդիրները պետք է բան անի, լուծելու մասին պետք է մտածենք, մենք է կողքից ինչով կարողանանք այդ մարդկանց օգնենք։ Որպես բան էլ ես կարծում եմ ընդհանրապես էլ ավելի բանը ճիշտ է մարդկանց մի քիչ ավելի շատ վստահել ու խաբվել, քան թե չվստահել ու դրա հետևանքով լիքը մարդկանց կորցնել, որոնք կարող են բաները հետ լինել։ Շատ բարի, այո, հասկանում եմ, ճիշտ եք ասում։ Օրինակ դուք նշեցիք սասնածառերի մասին, շատերը ասում են, որ բևեռը սասնածառերի գաղափարների շարունակությունն է, ավելի մի քիչ կազմակերպված խաղաղ ձևով։ Դուք ինչպես եք տեսնում, արդյոք բևեռը այդ նույն պայքարի շարունակությունն է։ Իհարկե։ Չէ, բանը ասենք մարդկային այդ տեսակը, որը բանը մեր շարժումը սնում, ինքը չի փոխվել։ Մարդկային տեսակը նույնն է մնացել, պարզապես եթե առաջ մեթոդները, ասենք, եթե առաջ մեր բաները կարծենք, որ մեր ռեսուրսները կհերիքի ժողովրդի աջակցություն ենք ստանանք, որ բանը պարտադրելով կարանք իշխանությունների պարտադրելով հարցերը լուծենք, հիմա ավելի այդ բանը բռնապետական գործիքը, քանի որ ավելի բան է եղել, ուժեղացել է, ավելի դարձել, բազմապիսի դարձել, որոնցով կարողանում է մեր ժողովրդին բանը մանիպուլացնել, քանի որ ինքը ավելի հզորացել է այդ բռնապետական գործիքը, հիմա մենք ավելի շատ շեշտը դրա համար դնում ենք ոչ թե ներքին ռեսուրսների օգտագործման վրա, ավելի շատ շեշտը դնում ենք արտաքին ռեսուրսների վրա բան անել։ Իրականում մի պատճառ էլ կա, որ քանի այս տարիների ընթացքում հատկապես Արցախյան պատերազմի բանը կորցնի բանը պարտության հետևանքով մեր կորուստների պատճառով պետք բանը ընդհանուր ժողովրդի ռեսուրսը, ազգի ռեսուրսը ինքնիշխանության բանը անելու, ինքնիշխանության պահպանելու նվազել է։ Դե ասենք բանը վախ առաջացել, որ կարող հաջորդ պատերազմներ բանը կարող ենք պարտվել զոհելու նրանք, թե բանը ինչին ասում, լիքը զինտեխնիկա են կորցրել, թե պետական կազմակերպվածության աստիճանն նվազել եւ այլն։ Այդ ամեն ինչը իհարկե կան գործոններ են, որ նպաստում են բանը ինչին ասում, ընդհանուր բանը ազգի դիրությանը։ Բայց ինչքան այդ թուլանում է, այնքան բան է, դրա համեմատ արտաքին գործոնները, որոնք մեր ինքնիշխանությանը նպաստում են, դրանց տոկոսային հարաբերությունը այնքան ավելի շատանում է։
ու իրականում հիմա մենք գտնում ենք այն դեպքը, որ հաստատ համոզված կարող ենք ասել, որ Հայաստանի իշխանությունը ավելի շատ պայմանավորված է արտաքին գործոններով, քան թե ներքին։ Հիմնական մեխանիզմը նրան մականը, որ արտաքին խաղացողների իրար դեմ մրցակցության մեջ մտնելով չեն կարողանում կոնսենսուսի գալ, թե ով այս տարածաշրջանը գրավի, հետևաբար բան են անում, որոշում է կայացնում, որ ավելի լավ է այսի կապակցող բուֆերային տարանջատող գոտի լինի։ Իսկ ռազմական տեսակետից այդ հիմնական բաները տարածաշրջանային ուժերին, Իրանին, Թուրքիան եւ Ռուսաստանի իրարից տարանջատող տարածաշրջան լինի, իսկ տնտեսապես կամ ուղղակ լինի այս բաների, այս երեք պետությունների համար։ Ու բացի դրանից, քանի որ արդեն գլոբալիզացված աշխարհում կան արտատարածաշրջանային գլոբալ ուժեր, որոնց հզորությունը բավականացնում է այս տարածաշրջանում իրանց հզորությունը բան անելու, իրանց հիմնականում կարանք նշենք Ամերիկան, Եվրոպան, Չինաստանն ու Հնդկաստանը, այդ 4 ուժերն է, որ գումարում են այս 3 ուժերին, խաղը այնքան է բարդանում, որ մարդիկ հասկանում են, որ ավելի լավ է բանը, այս տարածաշրջանը այտենց բուֆերային գոտի մնա, քան թե ասենք պետություններից մեկը գրավի, ինչպես ասենք Խորհրդային Միության ժամանակներում կամ ցարական Ռուսաստանի ժամանակներում Ռուսաստանն էր այս տարածաշրջանը գրավել են։ Հիմա արդեն այդ Ռուսաստանի հատկապես թուլացման հետևանքով այս տարածաշրջանի ինքնիշխանության աստիճանը այնքան գնում այնքան ավելի շատ անում է։ Մասնավորապես նաև Հայաստանի, որը կարծում եմ բանը կենտրոնական դեր ունի դրանում։ Բայց բուֆերային տեղը հասկանում եմ, այսինքն Հայաստանը փոքրիկ ձուկ է մեծ օվկիանոսի մեջ, մտածում են, որ դույլի մեջ դնեն, ինչպես օգտագործեն այս ձուկը, բայց ինչ պետք է անի ժողովուրդը, որ այդ դեպքում լինի մի քիչ ավելի խաղաղ եւ երկիրը կարծես թե ավելի կանգուն։ Չէ՞ որ ժողովուրդը մի բան պետք է անի, չեն կարող նստել, ուղղակի սպասել, թե մեծ տերությունները ինչ կանեն մեր հետ։ Ինչ որ մենք ինչ որ ուղղություն պիտի կարողանանք տանք, չէ՞, մեծ տերություններին, պիտի ասենք մեր կամքը թելադրենք, պիտի ասենք մենք այս տեսակի բուֆերային տարածքի համաձայն ենք, մյուս տեսակին համաձայն չենք, թե ուղղակի պիտի նստենք, սպասենք ձեր կարծիքով։ Հիմա դուք ֆիզիկոս եք, օրինակ ֆիզիկայի օրենքներով ինչպես է, եթե մի բան պիտի լինի, հենց այնց է լինում, թե արտաքին ուժերը ազդեցություն ունեն, բայց հենց ինքը անձն էլ կապ ունի, թե ինչ կլինի իր հետ։ Չէ, ամեն ինչ բանը, բոլոր գործոններն տեղի ունեն։ Հարցը նրանում է, թե որ գործոններն են գերակշռող, որոնք են, ասենք, իրավիճակի փոփոխության վրա նշանակալի ազդեցություն ունեն, որ գործոնները կարող են կանտեսել։ Հիմա եկեք բանը, ասենք, հասարակ օրինակ բերենք մեր ժողովրդի վերաբերյալ, հա։ Ենթադրենք, ասենք, մենք փորձենք գնանք ինչ-որ մի հատ բնակավայրում ընտրությունների մասնակցենք, իշխանությունը վերցնենք։ Մենք տեսնում ենք, չէ, որ անգամ ավելի շատ բանի Փաշինյանի իշխանության հետ մեր հարաբերություններ ունեցող բաները, ասենք, ընդդիմությունները, ճակերտավոր ասած, ասենք, չգիտեմ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կամ բանը ինչին ասում Փարաքյանի համայնքապետը կամ սպանվում են կամ բանտեր են ուղարկում եւ այլն, հա։ Հիմա եթե մենք այդ մի բան անենք, մենք փաստորեն տակիկ են դնելու այդ մարդկանց, բայց գլխավոր խնդիրը մենք չենք կարողանա լուծելու։ Եթե ասենք մի հատ ինչ-որ process կազմակերպենք, որի ժամանակ սպոնտան բանը կարողացանք համաժողովրդական շարժում ինչ-որ ձևավորել, օրինակ բանը ասենք սրբազան պայքարը, ինչքան էլ որ քննադատված է, բայց եթե դրական արդյունք ունեցա, կարողացանք բան անենք, ասենք տարբեր անգամ պրոռուսական ուժերի հետ համագործակցության, ժողովրդի մոտավորապես մի 50,000 հոգի հավաքել հրապարակում, այդ ժողովուրդը ցույց տվեց, որ բանա, իրանք համաձայն չեն Փաշինյանի պրոթուրքական քաղաքականության հետ եւ ուզում են, որ ինքը հեռանա։ Դրա հետևանքով Փաշինյանը մոտ կես տարի իր բոլոր ծրագրերը դադարեցրել են։ Չկար բան այնտեղ, ինչ են ասում, այդ դասագրքերի աղավաղումները,
բան ինչ ասում պրոթուրքական իր բաները ռևերանսները բանը ամբողջը դադարել էր ինքը մենակ բանը զբաղված էր նրանով որ ցույց տար որ ինքը երկրում հələ կարող է մազով տեղած շարժվել հեծանիվ քշելով աղավոտվա ժամը 6-ին երբ որ փողոցներում դատական մարդ չկա հիմա ասենք այս ձևի բաները ժողովրդի ցանկացած համախմբում որ մենք աղում ենք համաժողովրդական բանը որը սպառնալիք է դառնում իշխանության համար իրական սպառնալիք է ինքը կարճաժամկետ կարա բաներ իրավիճակը կտրուկ փոփոխի բանան այդ ձևի սպառնալիքները բան են անում մեր համար ընդունելի տարբերակներ են կազմակերպելու բայց երբ որ գնանք ինչ-որ լոկալ ինչ-որ մի հատ փոփոխություններ կանացնենք որով ավելի շատ մենք բան ենք անելու այդ մարդկանց ենք հարվածի տակ դնելու դա մեր համար բան է ավելի շատ մենք ուժ ենք կորցնելու այդտեղ քան բան են ինչ-որ բան ենք էլ շահում Դա համար ուզում եմ ասեմ այդքան միանշանակ չի էլի ինչ որ մենք անում ենք բաները շատ ժամանակ մարդկանց համար հասկանալի չի շատ մեծ կարևորություն ունի բանը փոխադարձ վստահություն է ստացում շատերը բանը այդ բանի սրբազան պայքարով բան են անում բողոքում են բայրակ մեծ դավաճանելու են եւ այլն Հա, հավանականությունը մեծ էր դավաճանել եւ վերջի դավաճանեցին այդ սրբազան պայքարի ղեկավարությունը մեր բաների նպատակների, մեր ցանկությունների, մեր ժողովրդի շահերի վերջը բայց արդյունքը գրանցվել կես տարով այդ պլանները հետքելը Փաշինյանի բանը ռեժիմի մոտ վախ առաջացրել ու իրանք միջև հիմա այդ վախի մեջ են գտնվում ու այդ վախը նես չի որ վերացել է իրանք էլ հասկանում են միջև հիմա իրանց մոտ բանը ժողովրդի մոտ էլի հակառակ ամեն ինչի տեսան որ իրանք մենակ չեն որ մտածում են որ Փաշինյանը վատն է իրանք տեսան որ ժողովրդի իրականում մեծամասնությունն է մտածում որ Փաշինյանը վատն է ու իրանք սկսեցին դրա մասին խոսել եթե առաջ իրանց մտքի մեջ մտածում են հենա բանը Facebook-ում մի հատ բան են չնասում կերպար են գտել, որ բան անում, մի հատ կերպար են գտել, որ Փաշինյանն է գովում, չգիտես ինչի հիմքով բանել է։ Մեկ էլ տեսան, որ կերպարները իրականում կես կերպարներ են, երևի փողով լացողների նման բան են, սուտի ժամանակ ասում են 3 մայտնոց լացողներ են։ Ձևի կերպարներով ինտերնետը պարզապես լցրել են, տպավորություն են ստացել ժողովրդի մոտ, ժողովուրդը սիրում է Փաշինյանին, անգամ բան է 5000 երեխեքի գլուխ ուտելուց հետո։ Բայց պարզապես չէ, այդպես չի։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ Փաշինյանը դավաճանող չի ուզում Փաշինյանի ներկայությունը ընդհանրապես քաղաքական կյանքում։ Բան է հիմա ասենք քանի Փաշինյանը ինքը ասենք էս ինչքան որ բան անում պրոթուրքական հասնում է ժողովրդի ատելությունը ոչ թե բան են ասում էլ ասենք չգիտեմ դժգոհությունը այլ ատելությունը այնքան ավելի ակնհայտ է դառնում հիմա այս սպասվող ընտրություններին ինքը ես չեմ կարծում ինքը կարողանալու է այդ 10-17 ես եմ տոկոս հավանության շեմը բանը շատ հեռու գնա դրանից ու ինքը դրանով բան անում պրոբլեմատիկա դառնում նաև իր թուրքական կամ ռուսական հովանավորների համար որովհետև ինքը խիստ բան են ասելու բանը վտանգավոր տեխնացի է իրանց համար որովհետև կամ այս կամ այն կողմ ինքը կարող է բան ամեն ինչ տանի շատ վատ սցենարով մեր թշնամիների համար Դա համար է ինքը Փաշինյանը այս ամեն ինչը sense ճղում է իրեն թատրոնները ցույց տալը թե ինքը ամենահզորն է թե էսեմ ինչն է բայց իրականում այդ բանը հիստերիկությունը գալիս է իր թուլությունից իր վախերից իր թուլությունից որ ինքը հասկանում է որ վերջին պահին կարող են իրան ասեն ախպերջան դու բանը մեր համար անցողիկ տեխնացու չես լավ մի կողմ կաշի Դրա համար շրջապատում է 4 կողմը ոստիկաններով եւ ամեն քայլը, ամեն ինչը հաշվում է։ Բոլորից վախենում է, ռուսներից վախենում է, թուրքերից էլ վախենալու բանը ինչու է։ Մանա գալիս է դրա համար 4 կողմը։ Հետաքրքիր մի էֆեկտ կա, որը բան են ասում, ռուսներից թուրքերից վախենալով, որ ինքը բանը փորձում է բանը արևմուտքի հետ կապերը չկորցնի։ Ահ, բոլորից վախենալով թող որոշի հայրենասեր դառնա վերջապես։
Տիրություն անի երկրին։ Դե բանը ասենք Թրամփին նայելով մենք տեսնում ենք, չէ՞, ինքը ինչ ձևի տրանսֆորմացիայի ենթարկվեց բանը մեկուսացման քաղաքականությունից դեպի բանը ագրեսիվ արտաքին քաղաքականության իրականացնող է, հա։ Հիմա բանը ես չգիտեմ Փաշինյանը կարա այդ ձևի տրանսֆորմացիայի իրան ենթարկի։ Փորձենք բան իր խորհուրդ տալ, փորձի անի, տեսնի ինչքան կարա։ Փորձի, բարոն Փաշինյան, բաց աչքերդ լավ լսի մեզ։ Բայց բան է ժողովրդիցդ, միացի ժողովրդիդ եւ պաշտպանի հայրենիքդ։ Մի գնա թուրքերին, ռուսներին։ Ինձ թվում է իր համար գնացք արդեն գնացած, հա, ես ինչքան որ տեսնում եմ բանը ժողովրդի, ասենք վերաբերմունք իր նկատմամբ ինչպիսին է, ես հավատ չկա նրա նկատմամբ։ Հավանականությունը 0-ին մոտ եմ գնահատում, բայց եթե Փաշինյանի մտքով այդ ձևի բաները ֆանտաստիկ մտքեր անցնում, ես միայն ուրախ եմ այդ ձևի մտքերի համար, որովհետև այդ հաստատ սխալ մտքեր են ու իրան լավ տեղ չեն տանելու, անձամբ իրան։ Ինչի համար ես ուրախ եմ, որ Հայաստանի թշնամիներից մեկը վատ վիճակում է հայտնվելու։ Բարոն Ներսես, ինչքան խոսենք կխոսվի, բայց ինձ արդեն մեկնարկում են, որ մոտենում ենք ավարտին, բայց հարց ունեմ ձեզ, եթե յուրաքանչյուր հայ կարողանար հայրենիքի համար այսօր մի բան անել, դուք ինչ խորհուրդ կտայիք, ինչ կարող է անի յուրաքանչյուր հայ այսօր հայրենիքի համար։ Առանցքային ֆունդամենտալ բանը որ կասեի, ժողովուրդը պետք է առաջինը սովորի միմյանց վստահել։ Այդ հիմա ենթադրենք ասենք, եթե մենք ամբողջ Հայաստանի լսարանին ենենք ու բան անենք, կարողանանք ասենք Ջորջան, այս ճանապարհն է, մի կասկածեք, մենք այս ճանապարհով գնացինք, այստեղն ենք հասնելու, դա լավ ապագա է։ Մարդիկ եթե կարողանային մեզ վստահեն, մենք շատ հարցեր շատ արագ, շատ հեշտ լուծած կլինեն։ Օրինակի համար մենք գիտեք բանը 100-ամյա քաղաք ռեժիմի շարժումը ինք ձևավորել, որպեսզի ցեղասպանության 100-ամյակին 2015 թվականին իշխանապողություն անենք։ Եթե ժողովուրդը այդ ժամանակ մեզ վստահեր, մենք բանը Արցախը չենք կորցնի, ես համոզված եմ, մենք մեր 5000 հիմնականում երիտասարդները զոհված որ Արցախի պատերազմներում մեզ կորցրեցինք, այդ տղաները մեր կողքին կլինեն, մենք ավելի ինքնավստահ կլինենք, մենք ժողովրդավարության իմաստով, տնտեսական զարգացման իմաստով, մեր բարեկեցության իմաստով շատ ավելի բարձր մակարդակում կլինենք, ու քանի որ բանը ասենք Ադրբեջանին մեր հետ մրցակցության մեջ է գտնվում, անգամ Ադրբեջանի ժողովրդի համար դա լավ կլիներ, որովհետև ուժեղ ժողովրդավարական Հայաստանը ստիպելու է, որպեսզի Ադրբեջանը բանը ավելի էֆեկտիվ պետություն լինի, ինչը նշանակում է ավելի ժողովրդավարական։ Ինչ է Ռուսաստանը, ասենք Ուկրաինայում փորձում ոչ չասի, պատճառներից մեկը որ չի ուզում հարևան իր նման երկիրը իր հետ սովետից դուրս եկած երկիրը ավելի էֆեկտիվ ժողովրդավարություն լինի, ավելի բարեկեցիկ լինի, քան թե ինքն է, որ նավթի գազի պաշարներով մեջ բանը ծփում է։ Նույնն էլ Ադրբեջանն է, ինքը չի ուզում իր հարևանությամբ Հայաստան լինի, որ ավելի բարեկեցիկ կլինի, ավելի ժողովրդավար կլինի, արևմուտքի հետ ավելի լավ հարաբերություններ կունենա, քան թե ինքն է։ Այդ նախանձն է, որ իրենց բան անում, մասնավորապես Ալիևի բանը ինչին ասում, իշխանությունը ստիպում է իր շրջանակներին, իր մերձավորների հետ միասին այս պատերազմները բանանելով Հայաստանը փորձել ճնշել, դնել ավելի վատ վիճակում, քան թե իրենք կլինեն։ Հիմա դա համար ես ասում եմ, ֆունդամենտալ բանը, որ մարդիկ պետք է իրաց մեջ անեն, ավելի լավ է մարդիկ իրար վստահեն, սխալվեն, քան թե բան չանեն, չվստահեն, որ հնարավորությունները, որ վստահության հետևանքով կարող իրենց համար բացի, այդ բան հնարավորությունները կորցնեն։ Շատ լավ բան ասեցիք, պետք է վստահենք իրար եւ սիրենք իրար։ Մեր ազգը իսկապես լավ ազգ է։ Ինչ ուղերձ ունեք երիտասարդներին, պարոն Ներսես։
Երիտասարդները, ովքեր որ չեն եղել տարիներ առաջ, ովքեր որ հիմա են երիտասարդ, մեծացել են այս համակարգում, նրանց ինչ ուղերձ ունեք, որպես ուսանած մարդ, որպես շատ բան տեսած, կյանք տեսած, պայքար տեսած։ Բան մի վախեցեք ձեր սերը ուրիշ մարդկանց նկատմամբ ինչ որ ձևով արտահայտելու, որովհետև այդ մարդկային կապերը ստեղծում ու փորձեք այդ բանը հարաբերությունների մեջ բարոյական հարաբերությունների մեջ թաթախվել այնքանով, վարպետանալ այնքանով, որ կարողանաք ոչ միայն ձեր խնդիրները լուծել, այլ նաև բանը ձեր շրջապատի մարդկանց խնդիրները լուծել։ Մարդը, ոնց են ասում, մարդ դառնում է։ Այդ սկզբունքով ես խորհուրդ կտամ շարժվել։ Իսկ այն պահերին, երբ որ ասենք դժվարություններ ա լինում, բան ա լինում, կյանքում եղել ա դեպքեր, երբ որ ասենք ամեն ինչ քեզ ասել ա, որ sense քո ճանապարհը այդում ա դեպի անդունդի եզրը ու քեզ մնում ա վերջին քայլը կատարես, այդ անդունդից պետք է բանանես գլորվես ցած։ Այդ երբ որ դուք դες բան է ձև իրավիճակում եք ձեզ գտնում, հայտնաբերում եք ձեզ, որ դուք այդ ձև վիճակում եք, այն բոլոր մտքերը, որոնք ձեզ ստիպում են, որ այդ ճանապարհով գնաք, մոռանում եք, պարզապես շուռ եք գալիս ու գնում եք հակառակ ուղղությամբ։ Ու կտեսնեք, ձեր համար կտեսնեք, որ բանը չն ասում, հակառակ ուղղությամբ գնալով ձեր համար այն ձևի հնարավորություններ են բացվում, որոնց մասին դուք ընդհանրապես չէիք պատկերացնում, որ հնարավոր է բան անել։ Դա համար միշտ ցանկացած դեպքում ընտրեք կյանքի ճանապարհը, ընտրեք մարդկանց նկատմամբ լավ վերաբերվելը, որի շնորհիվ դուք նաև այդ հակադարձ լավ վերաբերմունքը կստանաք։ Կյանքի ասենք դժվար պահերին մարդիկ են եղել, որոնք հայտնվել են, որոնք լավություն են արել ու բան է, չեն սպասել, որ այս հակառակ իրենց համար պետք է անեն։ Ես էլ նույն ձևով տարբեր մարդկանց ինչքանով որ հնարավորությունները թույլ է տալիս, նույն ձևով ուրիշ մարդկանց վերաբերվում, առանց սպասելու, որ իրանք ինչ-որ բանով մեզ կվերադարձնեն։ Այդ իմ նկատմամբ վերաբերմունքն է, որ իմ մոտ պարտավորվածության զգացումն է ստեղծել, որ ես պետք է լինեմ այնպիսի, ոնց որ մարդիկ եղել են իմ նկատմամբ եւ պարտավոր եմ բարությանը ի պատասխան բարության պատասխանեմ։ Ավելի լավ չի կարող ասել։ Շատ շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Ուրեմն սիրենք միմյանց, հարգենք, լինենք անշահախնդիր եւ չվախենանք ապրելուց կյանքը։ Այսքանով ավարտում ենք այսօրվա հաղորդումը։ Նոր եւս մեկ անգամ ուզում շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, բոլոր աշխարհասփյուր հայերին, ովքեր միամուռ ձևով օգնեցին Սասնա Ծռերին, եւ ձեզ նույնպես, պարոն Գևորգյան, շատ շնորհակալություն։ Կտեսնվենք հաջորդ շաբաթ։ Շնորհակալություն, հաջողություն։